Պարոն Ռուբինյան, քանի որ արդեն ձեր տեխնոլոգիան հետ կապված որոշումը կա եւ առաջիկայում ենթադրում է խմբակցությունը նաեւ կառաջադրի, բայց չնայած դեռ չի հասել իր հանգուցալուծմանը, բայց արդեն մամուլում կան տեղեկություններ, որ ազգային ժողովի տարբեր աշխատակիցներ իրենց ճամպրուկներն են հավաքում եւ այլն։ Ես ուզում եմ ձեզ հարցնել, դուք ազգային ժողովի աշխատակազմի փոփոխության հետ կապված ինչ որ ծրագրեր ունեք, աշխատակազմի ղեկավար, այլ պաշտոնյաներ, ինչ որ փոփոխություններ կան, կադրային փոփոխություններ։ Ես այդ որոշումներին կարադառնամ, երբ որ կլինի պատեհ եւ երբ որ կլինի ժամանակը։ Հիմա պատեհ չեմ համարում դրա մասին խոսել։ Այսինքն դուք որևէ ազդակ, որևէ պաշտոնյայի կամ աշխատակցի չեք հղել, որ կարող են ճամփորդները հավաքել։ Եթե նույնիսկ արվում է նման բան, դա իրենց եթե դա անեի, դա կլիներ ժամանակավրեպ, որովհետև ես հիմա ընդհանրապես քաղաքացիական պայմանագրի վարչությունը որոշել է առաջադրել իմ տեխնոլոգիան։ Այս պահին կա գործող ազգային ժողովի նախագահ, կա գործող աշխատակազմ։ Պարոն Սամվել Կարապետյանը, Նարեկ Կարապետյանը ամբողջ ընտրաշավի ժամանակ դժգոհում էին, որ իշխանությունները ատելության խոսք են տարածում, բայց իրենք դեռ չեն եկել ազգային ժողով։ Նարեկ Կարապետյանը երեք գրառում էր արել, թե դուք անդրադարձաք, բայց կխնդրեմ ասեք ինչու է իրեն այդպես պահանջել ձեզ։ Պահում է այդպես, որովհետև դաստիարակության պակաս ունի եւ ես կլրացնեմ այդ պակասը։ Պարոն Ռուբինյան, բայց տեսակետները տեսնում եք, երբ որ ձեր տեխնոլոգիան մասին անմիջապես հայտարարվեց, քրեչի հայտարարությունից հետո շատեր այդպես տարբեր քաղաքական շրջանակներից հայտարարություն, որ ձեր ընտրվելու մեջ նաեւ Թուրքիայի մատն է խառը, այսպես ասած։ Մեկ ասեք ինչ հայտարարությունից հետո։ Քրեչի շնորհավորանքից հետո ասում են ինչպես կարող է տեխնազու լինելով հանդերձ, դեռ պաշտոնական որևէ բան չկա, դուք ստանաք շնորհավորանք։ Նույն ձև ես ստացել եմ շնորհավորանքներ օրինակ Ռուսաստանից եւ այլ տեղերից։ Ռուսաստանից շնորհավորանք։ Իմ գործընկերը ինձ գրել շնորհավորել է եւ կամ ասենք, չէ, գրել է ինձ, կամ ասենք ընտրությունների գիշերը Վրաստանի վարչապետը շնորհավորեց վարչապետ Փաշինյանին։ Ինչ Վրաստանի վարչապետի հրահանգով է վարչապետ Փաշինյանը հաղթել ընտրությունները։ Նկատի ունեմ այդ ապուշությունները իհարկե կարելի է ասել, բայց դրանք պիտի հիմք ունենան, հասկանում եք։ Ես այս նույն խոսակցությունները ուղիղ 5 տարի առաջ են եղել, երբ որ Սերժ Սարգսյանի խմբակցությունը եկավ, երբ որ ես ազգային ժողովի փոխնախագահի տեխնացու էի, էլի եկան այդ տխմար հարցերը սկսեցին տալ։ Հիմա որտեղ է Սերժ Սարգսյանի խմբակցությունը։ Ոչ միտեղ քաղաքականապես։ Նույնն էլ սպասվում է ուժեղ Հայաստանի, եթե իրենք որոշեն գնալ այդ նույն ճանապարհով։ Իսկ ընդհանրապես ես կարծում եմ այդ խոսակցությունները, իդեպ տեսել եմ տարբեր ինչ-որ լրագրողներ, տարբեր լրագրողներ, գլխավոր խմբագիրներ, այդ հիմարությունները խոսում են, ահա, քանի որ Ռուբեն Ռուբինյանը բանակցողն է Թուրքիայի հետ, ուրեմն իրեն ընտրել են ազգային ժողովի նախագահի տեխնացու որպես ժեստ Թուրքիային։ Ես ուզում եմ ձեզ նախ տեղեկացնել, որ քանի որ ես ազգային ժողովի նախագահի տեխնացու եմ ընտրվել եւ ընտրվելու դեպքում ակնհայտորեն ես չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինել։ Հետևաբար իրենց կոնսպիրոլոգիայի մի 90%-ը միանգամից փլվում է, որ ինձ ընտրելու են ազգային ժողովի նախագահ, որպեսզի ազգային ժողովի նախագահը բանակցի Թուրքիայի հետ։ Փլվեց այդ արդեն։ Հաջորդը դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի ժողովրդի նկատմամբ, որովհետեւ Հայաստանում բոլոր պաշտոնները միջնորդավորված, բայց ընտրվում են Հայաստանի ժողովրդի կողմից։ Հայաստանի ժողովուրդն է, որ օրինակ վարչապետ Փաշինյանին ընտրել է վարչապետ, ընտրելով քաղաքացիական պայմանագրին։ Հայաստանի ժողովուրդն է, որ պարոն Սիմոնյանին, Ալեն Սիմոնյանին 2021 թվականին ընտրել է ազգային ժողովի նախագահ, միջնորդավորված, որտեղ ընտրել է քաղաքացիական պայմանագրին, քաղաքացիական պայմանագրին էլ պարոն Սիմոնյանին ընտրել է այժմ նախագահ։ Հիմա Հայաստանի ժողովուրդն է, որ լիազորել է քաղաքացիական պայմանագրին, ինձ ընտրել որպես տեխնացու, եթե բնականաբար ազգային ժողովն էլ ընտրի կդառնամ ազգային ժողովի նախագահ։ Նկատի ունեմ, դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի ժողովրդի նկատմամբ։ Իսկ բայց ես չեմ բացառում, որ օրինակ տվյալ քաղաքական գործիչները, խմբագիրները եւ այլ տարբեր օլիգարխների ձեռքից ծնվող անձինք ուղղակի չեն պատկերացնում, որ հնարավոր է առանց օտարերկրյա հրահանգի ինչ-որ բան անել։ Ես ենթադրում եմ, որ իրանց հրահանգում են ինչ-որ տեղից, կամ հրահանգողներն են իրանց հրահանգում։ Այսքանը դրա վերաբերյալ։ Ասացիք, որ չեք շարունակելու բանակցությունները արդեն Թուրքիայի հետ դուք չեք լինելու։ Իսկ կա քննարկում, ով է լինել, ով կփոխարինի ձեզ։ Ես որքան տեղյակ եմ, դեռ չկա, բայց բնականաբար վարչապետը եւ կառավարությունը կորոշեն։ Հնարավոր Ալեն Սիմոնյանը լինի։ Կա՞։ Չգիտեմ։ Չեմ կարծում։ Պարոն Ռուբինյան, այս